Գրանցված պատգամավորին եւ քարտուղարությանը կխնդրեմ, որպեսզի ինձ փոխանցի ուժեղ Հայաստանից առավելագույնը 6 եւ Հայաստան խմբակցությունից առավելագույնը 4 հոգու անունները, ովքեր որ հարցեր են տալու, քպեից առավելագույնը 12, բայց այդքան չկար։ Առաջին հարցի համար Նարեկ Կարապետյան։ Պարոն Խանդանյան, մենք իմացանք, որ վերջի տարիներին դուք եղել եք տվյալ հանձնաժողովի ղեկավար, հարցը շատ կարևոր է մեր հասարակությանը հուզում է։ Ինչ նախապայմաններ է դրել Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության առջև սահմանները բացելու համար։ Արդյոք նախապայմանների մեջ կա ցեղասպանության, պետականորեն ճանաչման հարցի առաջ չքաշելը եւ կա մեր ազգային խորհրդանիշներ մեր զինանշանի կենտրոնում պատկերված Արարատ լեռան խորհրդանիշային բազայից հանելը, այսինքն մեր բոլոր խորհրդանիշերից հանելը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Կարապետյան։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, ինչպես հայտնի է եւ ինչպես Հայաստանի ներկայացուցիչները բազմիցս հայտնել են, գործընթացը իրականանում է առանց նախապայմանների, այսինքն Հայաստանն եւ Թուրքիան, Հայաստանի մասնավորապես հատուկ ներկայացուցիչները պարտավորվել են, որ գործընթացի կարգավորման ընթացքում նախապայմաններ առաջ չեն քաշվելու եւ ձեր նշած երկու հարցերը ոչ բանակցությունների որևէ փուլում նման պահանջ, նման նույնիսկ ակնարկ Թուրքիայի ներկայացուցիչների կողմից երբևէ չի եղել։ Արձագանք։ Շնորհակալություն, այսինքն կարող ենք ֆիքսել, որ Արարատ լեռը որպես մեր ազգային խորհրդանիշ շարունակում է կատարել իր դերը առանց վտանգ ներկայացնելու Հայաստանի անվտանգությանը։ Եվ երկրորդ, ցեղասպանության հարցը եւ պետական ճանաչումը Հայաստանի արտաքին օրակարգերի առաջնահերթություն է, աշխարհի երկրների պետական ճանաչումը։ Պարոն Կարապետյան, ձեր հարցը եւ դրա եզրահանգման տրամաբանությունը մի քիչ իրար լավ չէին բռնում, բայց ինչ վերաբերում է ցեղասպանության հարցին, մեր ցեղասպանության հարցի լինելը որպես մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություն, ոչ Հայաստանի Հանրապետության համար ցեղասպանության, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ եւ այս մասին բազմաթիվ անգամ խոսել ենք եւ ես կարծում եմ որ դա նաեւ չպետք է լինի այդպիսին եւ Հայաստանի կառավարությունը մասնապես Ռոբերտ Քոչարյանի տարիներին երբ որ այդ հարցը բերել է եւ դարձել ազգային արտաքին քաղաքական առաջնահերթություն մեծագույն սխալ է գործել որովհետեւ ցեղասպանության հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մի շարք պետություններ գործիքայնացրել են եւ մի շարք խորհրդարաններ շատ բանաձևեր են ընդունել մեր բարեկամ երկրների խորհրդարաններ եւ միևնույն ժամանակ օրինակ Ադրբեջանի հետ մեծ ռազմական պայմանագրեր են կնքել եւ ստացվել է որ հավասարության նշան են դրել հայոց ցեղասպանությունը չպետք է դարձնել որևէ տեսակի բանակցության առարկա։ Շնորհակալություն։ Լիլիթ Գալստյան։ Շնորհակալություն, պարոն Խանդանյան, հարցը Սթրիփի համատեքստում է եւ հատկապես նկատի ունեմ անվտանգային ասպեկտը։ Սթրիփի քաղաքական, ռազմավարական եւ հատկապես գեոպոլիտիկ նշանակությունը կամ արժեքը ավելի քան ակնհայտ է։ Ցավոք մեր հասարակությունը Սթրիփի շուրջ զարգացումների մասին տեղեկանում է հիմնականում օտար աղբյուրներից եւ ոչ միշտ դրանք բարեկամական աղբյուրներն են։ Եվ այս ընթացքում թե քաղաքական ուժերի մոտ, թե նաև մեր հասարակության մոտ բազմաթիվ հարցեր, կասեի տագնապներ են կուտակվում, որոնք թե տնտեսական են, թե անվտանգային են եւ դրանք չեն ստանում իրենց բովանդակային եւ եթե թույլ կտրվի ասել անկեղծ պատասխանները։ Ես առանձնացնում եմ բազմաթիվ հարցերից 3-ը եւ առաջինը պահպանում է արդյոք Հայաստանը լիարժեք ինքնիշխանություն Սթրիփի պարագայում եւ եթե այո, ինչու է Սթրիփին անհրաժեշտ հատուկ կառավարման համակարգ։ Երկրորդ հարցը, այսօր գետնի վրա ինչ տեսանելի գործընթացներ են տեղի ունենում, արդյոք գոյություն ունի ենթակառուցվածքների ուրեմն հաստատված նախագիծ եւ ժամանակացույց եւ երրորդը ամենակարևոր հարցը
Թրիփը Հայաստանի համար անվտանգային երաշխիք է, թե աշխարհաքաղաքական նոր սպառնալիք։ Շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալություն հարցերի համար, ինչ վերաբերում է թափանցիկության եւ տեղեկատվության ներկայացմանը, ես կարծում եմ Հայաստանի կառավարությունը բավականին թափանցիկ է եղել այս ողջ ընթացքում եւ միշտ ներկայացրել է թե գործընթացի վերաբերել ինչ են ընթանում։ Ձեր բոլոր հարցերի պատասխանները ըստ էության տրված են Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև TRIP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում, որը շատ մոտ ապագայում կգա այս խորհրդարան եւ մենք այն կվավերացնենք, կարծեմ սեպտեմբերին դեռ սահմանադրական դատարանում է քննարկվելու։ Ինչ վերաբերում է եւ ըստ այդմ ինքնիշխանության վերաբերյալ համաձայնագրում դուք կտեսնեք բազմաթիվ արձանագրումներ, որ ամբողջ ենթակառուցվածքի նկատմամբ, իսկ TRIP-ը գիտեք, դա ոչ միայն երկաթուղի է, դա նաև ճանապարհ է, դա այլ տիպի ենթակառուցվածքներ են, Հայաստանը պահպանում է իր ինքնիշխանությունը եւ իրավազորությունը։ Իսկ ինչ կվերաբերում է հատուկ համակարգին, խոսքը ենթադրում եմ դուք նկատի ունեք տարբեր օրինակ մաքսային կամ սահմանային